Ողջույն սիրելի ընկերներ, այսօր պատրաստելու ենք շատ համեղ ճաշ բանջարեղենով և հավի ճտերով։ Եվ այսպես, նախապես հավի ճուտը համեմում ենք համեմունքներով՝ իմ պարագայում աղ, քաղցր կարմիր պղպեղ և խմելի սունելի է։ Կարող եք ավելացնել այլ համեմունքներ։ Լավ տարածում ենք համեմունքները հավի ճտերի վրա և առայժմ դնում ենք մի կողմ, որ մարինացվեն։ Այդ ընթացքում նախապես լվացված մաքրված բանջարեղենը կտրատում ենք ըստ ճաշակի։ Ես այսօր վերցրել եմ կարտոֆիլ, գազար, բրոկոլի և բուլղարական պղպեղ։ Բանջարեղենի ընտրության հարցում կարող եք տարբերվել ընտրելով ձեր ցանկալի բանջարեղենը։ Սակայն անպայման առաջարկում եմ, որ այդ ցանկում լինի բրոկոլին, այն շատ համեղ է ստացվում։ Այս ամենը լցնում ենք խորը տարայի մեջ, ավելացնում ենք աղ, քաղցր կարմիր պղպեղ ըստ ճաշակի։ Լավ խառնում ենք, որպեսզի բոլոր բաղադրիչները պատվեն համեմունքներով, որից հետո մի փոքր բուսայուղ ենք ավելացնում և կրկին լավ խառնում։ Աերոգրիլի կամ ջեռոցի տարայի մեջ դնում ենք յուղաթուղթ և բանջարեղենը լցնում նրա մեջ։ Հավասար տարածում ենք, որից հետո բանջարեղենի վրա դնում ենք նախապես մարինացված ճտերը։ Սահմանում ենք համապատասխան ռեժիմը և թողնում, որպեսզի տապակվեն։ Եթե ձեզ մոտ էլ աերոգրիլը ներքևի հատվածում լավ չի կարմրացնում, ընթացքում բացում ենք, երբ որ մի կողմը լավ կարմրած է լինում, շրջում ենք մյուս կողմ և կրկին միացնում, որպեսզի մյուս կողմն էլ լավ կարմրի։ Եվ արդյունքում ստանում ենք ահա այսպիսի ախորժելի համեղ ճաշ։ Վստահ եմ, այսպիսի ճաշից ոչ մեկ չի հրաժարվի։ Դե ինձ սիրելիներս, եթե ձեզ դուր եկավ այս պարզ ու համեղ ճաշի գաղափարը, մի մոռացեք սեղմել լայք, բաժանորդագրվել ալիքին և գրել մեկնաբանություն։ Բարի ախորժակ։